Ինչպիսին են ռիսկերը եւ ինչպես պետք է նվազեցնել դրանք։ Բեք բիզնես երկխոսության օրակարգի գլխավոր հարցերն են։ Ահա թե ինչ ռիսկեր են կողմերը արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում։ Թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում եւ ՀԴՄ շահագործման կանոնների խախտում։ Պետք է հասնենք նրան, որ բոլոր գործարքները փաստաթղթավորվեն, բոլոր աշխատողները ձևակերպվեն, դրանց վճարվող աշխատավարձերը համապատասխանեցվեն իրականում վճարվող չափերին։ Զբոսաշրջային ոլորտի 71 տնտեսվարողի մոտ ստվերի գնահատման արդյունքում Բեք արձանագրել է, որ զբոսաշրջային փաթեթների կանխիկ վաճառքի դեպքում սպառողներին ոչ միայն չեն տրամադրվում ՀԴՄ կտրոններ, այլև նրանց հետ չեն կնքվում գրավոր պայմանագրեր։ Իսկ բազմաբնական բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցմամբ զբաղվող 76 ընկերություններում Բեկը արձանագրել է վաճառքների ոչ լիարժեք գների արտացոլում։ Գնահատականը տրվել է 35 կազմակերպությունների մասով, արձանագրել ենք շուրջ 50% ստվեր։ Հարկային ռիսկեր է նկատվել նաև կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող հարկ վճարողների մոտ։ 46 տնտեսվարողի մոտ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ստվերը ոլորտում կազմում է մոտ 54%։ Պետք է բացառենք, որ հարկ չվճարելու հաշվին տնտեսվարող սուբյեկտները շահույթներ ստանան։ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում ստվերի կրճատման ուղղված միջոցառումներով արձանագրված աճի զգալի մասը բաժին են գնում ռիսկային ընկերություններին։ Ոչ ռիսկային համարված տնտեսավորող սուբյեկտների մոտ գրանցվել է շուրջ 6% հարկային եկամուտների աճ, իսկ ռիսկային խմբում ընդգրկվածների մոտ շուրջ 26%։ Տեսչությունում հարկային ռիսկերը քննարկել են խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ։ Պետեկամուտների կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է ստվերի դեմ պայքարել, տնտեսվարողներից ակնկալելով վարքագծի էական փոփոխություն։ Լիլիթ Ասլանյան, ժամը լրատվական։